Գլուխ 13. Ինչպես էր Մուհամեդը օգտագործում մզկիթները։ Երկրպագության տուն, պատերազմի տուն։ 2001 թվականի հոկտեմբերի 23-ին Միացյալ Նահանգների ռազմական ուժերը ռմբակոծեցին Աֆղանստանը, ինչի արդյունքում ռումն ընկավ մզկիթներից մեկի վրա։ Լիբանանի նորությունների կենտրոնն անմիջապես բողոքի նոտա ներկայացրեց։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ պահին աղոթում էին մզկիթում, վիրավորվեցին և սպանվեցին։ Մյուս կողմից Վաշինգտոն Փոստը հաղորդեց, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն Թալիբան շարժման անդամները ռմբակոծություններից պաշտպանվելու համար ռազմական սպառազինություն և մարդկային ուժեր էին տեղափոխել մզկիթներ, դպրոցներ և հասարակական այլ վայրեր։ Այս միջադեպը ցույց տվեց երկու բան. ստի կիրառումը պատերազմի ժամանակ և մզկիթների օգտագործումը ռազմական նպատակներով։ Մզկիթը եկեղեցի չէ։ Արևմտյան լրատվամիջոցներով ելույթ ունեցող մուսուլմանների մեծամասնությունն իսլամը ներկայացնում է որպես կրոն, իսկ մզկիթը երկրպագության վայր, ինչպես եկեղեցին է կամ հրեական ժողովարանը։ Սակայն Մուհամեդ մարգարեի համար մզկիթը ոչ միայն երկրպագության վայր էր, այլ նաև զինանոց և ռազմական ծրագրեր մշակելու վայր։ Մեդինայում մզկիթը Մուհամեդ մարգարեի ռազմական շտաբն էր։ Նրանից հետո էլ մզկիթները դեռևս օգտագործվում էին միևնույն նպատակի համար։ Իսլամում մզկիթը երկրպագության, արդարություն հաստատելու, ռազմական մարտավարություն մշակելու և կառավարման կենտրոն է։ Պատճառն այն է, որ իսլամը և կրոն է, և կառավարման ձև։ Իսլամը և գրիչ է, և սուր։ Մուհամեդ մարգարեն մուսուլմաններին բացատրում էր, որ մզկիթը նման չէ ժողովարանին կամ եկեղեցուն։ Մեդինայի իր մզկիթում, իսլամական երկրորդ սրբավայրը, նա ծրագրում էր ռազմական մարտավարություն, դատավարություններ էր անցկացնում և ընդունում էր ցեղային առաջնորդներին։ Մզկիթը միաժամանակ և Պենտագոն էր, և Սպիտակ տուն, և Գերագույն դատարան։ Իսլամական աշխարհը կառավարվում էր մզկիթից, պատերազմի կոչը տրվում էր մզկիթից։ Մուհամեդից հետո բոլոր առաջնորդները գործում էին նույն կերպ։ Ինչպես վկայում է իսլամական պատմությունը, ջիհադի բոլոր շարժումները մզկիթից են դուրս եկել։ Մզկիթների օգտագործումը եգիպտական ռազմատենչ խմբավորումների կողմից։ Մեր ժամանակներում նույնպես իսլամական խմբավորումները մզկիթներն օգտագործում են որպես ռազմական հենակետ։ 1986 թվականին եգիպտական ոստիկանությունն ազգային անվտանգության վարչության պետ Զաքի Բեդրի հրամանով հարձակվեց հարավային Եգիպտոսում գտնվող մի մզկիթի վրա։ Ըստ տեղեկությունների, ռազմատենչ իսլամական խմբավորումները այն օգտագործում էին իրենց նպատակների համար։ Այդ հարձակումը չափավոր մուսուլմանների զայրույթն առաջացրեց։ Եգիպտական խորհրդարանում վարչության պետ Բեդրի և ընդդիմացող կողմի ներկայացուցիչ Մուհամմեդ Մահֆոզ Հելմիի միջև տեղի էր ունեցել հետևյալ երկխոսությունը. Իմ հարցերի դրդապատճառը ձեզ սխալ քայլերի մեջ մեղադրելը չէ, այլ որպես ժողովրդի ներկայացուցիչ անվտանգության վարչությունից մենք բացատրություն ենք պահանջում հարավային Եգիպտոսում կատարված գործողությունների համար։ Այն, որ ձեր վարչությունը հանկարծակիի բերեց մզկիթում երկրպագող մուսուլմաններին, հայհոյանք է իսլամին։ Բեդրը պատասխանեց. Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ ծայրահեղ իսլամական խմբավորումները օգտագործում էին այդ մզկիթը քաղաքացիների և ոստիկանության վրա հարձակման ծրագիր մշակելու և իրականացնելու համար։ Սույն թվականի հոկտեմբերի 31-ին, ուրբաթ օրը, մենք հետևել և գրանցել ենք, թե ինչպես են այդ խմբավորումների անդամները զենք և զինամթերք տեղափոխում մզկիթ, Ասիութի բնակչության և ոստիկանական ուժերի վրա մեծածավալ հարձակում գործելու համար։ Սակայն մենք կանխեցինք նրանց կողմից ծրագրված հարձակումը, ինչի արդյունքում վիրավորվեց 6 բարձրաստիճան սպա և 17 զինվոր։ Մենք այդ մզկիթից դուրս բերեցինք մեծ քանակությամբ օրենքով չգրանցված զենք զինամթերք և Ասիութի բնակիչների դիակներ։ Ձերբակալեցինք այդ խմբավորումների 57 անդամների, որոնցից 2-ին կարճ հետաքննությունից հետո ազատ արձակեցինք, իսկ մնացած 55-ին բանտարկեցինք։ Ազգային անվտանգության վարչության պետը եգիպտական խորհրդարանին ասաց, որ մզկիթը որպես ռազմական հենակետ օգտագործվելու դեպքը միակը չէ։ 5 օր առաջ ազգային անվտանգության վարչությունը մեկ ուրիշ օպերացիա էր իրականացրել։
1986 թվականի հոկտեմբերի 26-ին հավաստի աղբյուրներից տեղեկություն ստացանք իսլամական ծայրահեղականների լայնամասշտաբ ծրագրի մասին, ըստ որի ուրբաթ օրվա աղոթքից հետո նրանք պետք է հարձակվեին ոստիկանության բաժանմունքների և քաղաքացիների վրա։ Մենք անմիջապես մեր լավագույն ստորաբաժանումներից հատուկ ջոկատ ուղարկեցինք այս ծրագիրը խափանելու և ազգային անվտանգությունը պահպանելու համար։ Ռազմական ուժերը մզկիթի ներսում հայտնաբերեցին իսլամական խմբավորման 121 անդամների, որոնք թույլ չէին տալիս հավատացյալներին մտնել մզկիթ։ Մենք զգուշորեն հետևում էինք նրանց գործողություններին։ Իրենց ծրագրի առաջին քայլն իրագործելուն պես դուրս գալով մզկիթից մենք հարձակվեցինք և ձերբակալեցինք խմբավորման 121 անդամներին։ Ազգային անվտանգության վարչության պետը դիմեց խորհրդարանին։ Իմ վարչակարգի և ինձ համար այս երկու միջադեպերը բավական են հաստատելու համար այն փաստը, որ մզկիթները ծառայում են որպես ծայրահեղականների հավաքատեղի և ռազմական հենակետ։ Քանի դեռ ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, չեմ հանդուրժի դա։ Մենք պետք է միասին կանգնենք և միաբանվենք մեկ նպատակի շուրջ, պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ մեր երկրում, նույնիսկ եթե այդ ահաբեկիչները բարձրացնում են իսլամի դրոշը։ Ես չեմ հերքում իմ պատասխանատվությունն այս հարձակումների համար, ինչպես հայտարարեց ընդդիմացող կողմը, բայց որպես եգիպտական մեծ ազգի ներկայացուցիչ կոչ եմ անում միաբանվել մեր կառավարության հետ և դիմակայել ահաբեկչության սպառնալիքին, հանուն մեր երկրի անվտանգության ապահովման։ Այս փաստագրված հայտարարությունից իմացանք, որ իսլամական խմբավորում շարժումը Ալ-Գամաա Ալ-Իսլամիա, հետևելով Մուհամմեդ մարգարեի օրինակին, մզկիթները օգտագործում էր որպես հարձակումների ծրագրեր մշակելու և զինամթերք թաքցնելու վայր։